Իշխանությունը փոխվում է եւ ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք։ Իր ելույթի ընթացքում հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով իշխանությունը չի կարող հասարակությանը համոզել, թե գործողություններն իրավաչափ են, պարզապես նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերի հետ համեմատելով։ Համայնքներից մեկում մարդուն դատում են կաշառքի համար, նրա համար, որ խոսք է տվել, որ հաղթանակից հետո Ուժեղ Հայաստանի Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Ալավերդիում մարդուն դատում են նրա համար, որ երկու հոգու ասել է բաց կապով գրանցեք աշխատանքի, տվել են հարկ, որպես քարոզիչ կուսակցական։ Բազմաթիվ քարոզիչներին դատում են հարկ տրված, գրանցված քարոզիչ։ Անունը խոսակցություն են լսում։ Գումարը փոխանցեցիր։ Քարոզիչ է գրանցած մարդը։ Մի պատմություն էլ պարոն Ռուբինյանը ասեց, քյաբաբի պատմությունը։ Քյաբաբի պատմության մեջ աները եւ փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են։ Այդ մարդու աներն է։ Քյաբաբ չէր տա ընտրության համար։ Կարապետյանը նաև հայտարարել է, որ հրավիրում են եվրոպական երկրների դեսպանություններին մասնակցելու դատական նիստերին, տեսնելու, թե ինչի համար են մարդիկ դատվում։ Անդրադառնալով եկեղեցու վերաբերյալ ընդդիմության հարցերին, Կարապետյանը ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին ասել է. «Եթե մերժում եք մեռոնը, մերժում եք մեր հազարավոր հայրենակիցների քրիստոնյա լինելու հարցը»։ Մենք իրապես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք, ձև չենք անում։ Մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեղեցու առաջնորդը մեր կաթողիկոսը Գարեգին Վեհափառը, ում ընտրել է համայն հայությունը 99 թվին։ Իսկ գիտեք ինչ եղել 99 թվից հետո։ Մերոններ, կնունքներ, 100 հազարավոր հայ երեխաների։ Եթե դուք մերժում եք մերոնը, մերժում եք կաթողիկոսին, դուք մերժում եք մերոնը։ Դուք մերժում եք մերոնը, կրոնական, քրիստոնեական առումով դուք հարցականի տակ եք դնում 100 հազարավոր մեր հայրենակիցների քրիստոնյա լինելու հարցը։ Եվ այնուհետև այն պետք է դրվի քվեարկության։ Հիմա ժողովրդի այն հատվածը Նոր սահմանադրության նախաբանը չի պարունակում հղում անկախության հռչակագրին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Արուսյակ Ջուլհակյանը, արձագանքելով ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։ Ըստ էության առաջին անգամ պաշտոնապես հաստատելով այն դիրքորոշումը, որն ուներ վարչապետը։ Արդյոք հանվել է սահմանադրության տեքստից անկախության հռչակագրին հղումը։ Որևէ բան սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք սահմանադրությունը եւ մեջից ինչ որ բաներ ենք ջնջել, ինչ որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Եվ այդտեղ Ալիևը որևէ կապ չունի։ Նշենք, որ Ջուլհակյանը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ չէ։ Բաքուն հստակ նախապայման է առաջադրել։ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ դրանից անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում։ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ նույնպես կողմ է այս փոփոխությանը, հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին եւ պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից։ Ազգային ժողովում ԿՊԱ-ականների միջև բանավեճ է սկսվել, երբ խմբակցության պետայրեվական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ դատապարտում է Հովիկ Աբրամյանի որդու անձնական կյանքի տվյալների վերաբերյալ քննչական կոմիտեի հրապարակումը։ Այո, դատապարտում եմ, բայց նաև պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ, որ մենք ունենում ենք խնդիր հայտարարությունների հետ կապված, որտեղ որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիր է արձանագրվում եւ այստեղ ես չեմ ուզում որ մենք պարտադիր տեսնենք դիտավորությունը, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Ջուլհակյանի այս հայտարարությունը վրդովեցրել է ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նա հարց է ուղղել. եթե պատկան մարմինները ենթադրյալ մոտիվի վերաբերյալ հաղորդագրություն չտան, չեն հարցնելու, այս մարդուն ինչի եք ձերբակալել։ Կամ, չգիտեմ, քաղաքական գործիչ է կամ հանրային գործիչ է։ Մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ։ Դա կարևոր չի։ Մեղավոր է, մեղավոր չի։ Մեղադրվում է։ Համապատասխան վարույթ կա, քրեական գործ է հարուցվում, ձերբակալվում է, կալանավորվում է։ Ըստ ձեզ համապատասխան մարմինները
այդ հանրային հնչեղու դե ակնհայտ է, չէ՞ որ եթե հանրային նախկին պաշտոնյա հայտնի մարդ է, անպայման չի քաղաքական գործիչ է, հայտնի մարդ հարցածակելու, բայց հատկապես եթե քաղաքական գործիչ է, բնականաբար հարցածակելու մոտիվի վերաբերյալ։ Հիմա չեք կարծում, որ պատկան մարմինները եթե տալիս են հաղորդագրություն, պետք է նաև տան հաղորդագրություն ենթադրյալ մոտիվի վերաբերյալ։ Հակառակ դեպքում եթե չտան, բոլորը չեն հարցնելու, այս մարդուն ինչի է ձերբակալել։ Ջուլակյանն էլ արձագանքել է, թե մոտիվի վերաբերյալ հաղորդագրություն իհարկե պետք է ներկայացվի, բայց այդ մոտիվի ներկայացման շրջանակներում պետք է նաև չմոռանալ իրավաչափության եւ համաչափության սկզբունքի մասին։ Այս հարցում կոնկրետ անձն է, որը մեղադրվում է, կոնկրետ գործողություն կատարելու մեջ։ Եթե այդ շրջանակներում այլ անձի անձնական կյանքի վերաբերյալ տեղի ունենում հաղորդագրության տարածում, մենք պետք է հասկանանք, թե այդ ինֆորմացիայի հրապարակումը որքանով էր անհրաժեշտ այդ մոտիվի ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունը ավելի մեղմ ձևակերպումներով տարածել այլ անձի անձնական տվյալների հրապարակման հետ կապված։ Ես մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ արդեն բուն։ Թրիփի իրագործման համար քաղաքական խոչընդոտներ չկան, ճեպազրույցի ընթացքում ասել է ԿՊԱ-կան պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ այժմ ուսումնասիրվում են երթուղու իրագործելիությունն ու տեխնիկական պարամետրերը, որից հետո նախատեսվում է անցնել երկաթուղու շինարարությանը։ Ինչ վերաբերում է Իրան-ամերիկյան հարաբերություններին, իհարկե մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատի եւ մեզ հույս էր նշնչել այն պայմանավորվածություն, այն բանակցությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, կարծես թե ձևավորվել էր խաղաղության պլան, հույս ունենք այդ պլանը կիրագործվի, իսկ ինչ վերաբերում է Թրիփին իրագործմանը Հայաստանում եւ Հայաստան-Իրան հարաբերություններին, այստեղ կարծում եմ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք մեր Իրանի մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա այս հարցի շուրջ եւ ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործմանը։ Խանդանյանը նաև նշել է, որ Թրիփը նախատեսում է ոչ միայն երկաթուղու, այլև այլ ենթակառուցվածքների, այդ թվում էլեկտրագծերի եւ գազամուղի կառուցում։ Անդրադառնալով Հայաստան ներկրվող ռուսական գազի դիվերսիֆիկացմանը, պատգամավորը չի բացառել այլ աղբյուրներից, այդ թվում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։ Թրիփը եւս նաեւ գազամուղի է վերաբերվում, այսինքն Հայաստանի տարածքով անցնելու է Թրիփի շրջանակներում գազամուղ եւ սա գուցե եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք եւս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե սա շատ տեսական միտք է, որը ես հիմա այս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել։ Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին հեռակակարգով մահապատժի է դատապարտել Սիրիայում 14 տարի տևած պատերազմի ընթացքում մարդկության դեմ ուղղված եւ ռազմական հանցագործությունների, սպանությունների ու խոշտանգումների համար։ Նույն քրեական գործով մահապատժի են դատապարտվել նաեւ Ասադի կրտսեր եղբայրը եւ նրանց մորաքրոջ որդին, սիրիական բանակի նախկին բրիգադի գեներալ Ատեֆ Նաջիբը։ Բաշար եւ Մահեր Ալ-Ասադները փախել էին Ռուսաստան 2024 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը մտան Դամասկոս, փաստացի վերջ դնելով երկրում ընթացող պատերազմին։ На заправке стояли с 7 утра. Սոչիի բենզալացակայաններում վառելիքի սուր դեֆիցիտ է գոյացել։ Պիկ ժամերին վարորդները ստիպված են լինում հերթ կանգնել ընդհուպ մինչև 12-ից 13 ժամ։ Քաղաքապետը պարզաբանել է, որ իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հնարավոր հարձակումների վտանգի եւ օդային տագնապների ֆոնին զգալիորեն դժվարացել է վառելիքի անվտանգ տեղափոխումը։ Որպես հետևանք նավթամթերքի տրանսպորտային փոխադրումների եւ բեռնաթափման գործընթացներում մցվել են ժամանակավոր սահմանափակումներ։ Կոլումբիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը ըստ երկրի երկրաբանական ծառայության 21-րդ դարում գրանցված ամենաուժեղ ստորգետնյա ցնցումն է պետության տարածքում։
Ավերի ճալիքը մեծապես հարվածել է երկրի սուրճի արտադրության շրջանին, հողին հավասարեցնելով բազմաթիվ շենքեր ու շինություններ։ Լայնածավալ ավերածությունների են ենթարկվել հատկապես Պերեյրա, Կալի եւ Մանիսալես քաղաքները։ Փլուզումների հետևանքով զոհերի թիվը անընդհատ աճում է։ Բլու ռադիոյի վերջին տվյալով աղետը արդեն խլել է 224 մարդու կյանք։ Լիբանանի խորհրդարանը պատմական որոշում է կայացրել քվեների մեծամասնությամբ ամբողջությամբ վերացնելով մահապատիժը։ Ըստ France Press գործակալության Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որը պաշտոնապես հրաժարվել է պատժի այս ծայրահեղ տեսակից։ Երկրում այն վերջին անգամ կիրառվել էր 2004 թվականին։ Լիբանանի արդարադատության նախարարը որակել է որպես պատմական իրադարձություն, շեշտելով նաև դրա գործնական կարևորությունը։ Նախկինում մահապատժի առկայությունը օրենսգրքում խանգարում էր Բեյրութին հասնել հետախուզվող հանցագործների արտահանձմանը այն երկրներից, որտեղ մահապատիժը արգելված է։ Այժմ այդ իրավական խոչընդոտը վերացվել է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ճանաչել վրացական տարածքների այսպես կոչված անկախությունը։ Կոբախիձեն շեշտել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի հետ արկա հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն է։ Մենք հույս ունենք, որ դա հնարավոր կդառնա քաղաքական փոփոխությունների արդյունքում, նշել է վարչապետը։